Շնորհակալ եմ փոս տրամադրելու համար։ Նշեմ, որ ամեն բան լավ էր, լավացություն կար, բայց ոչ թե նրանց, որ թշնամի երկիր էր եւ այլն, այլ պատասխանատվության զգացում էր։ Փառք Աստծո, գոտեմարտերից գոհ եմ, մարզիչների հետ լավ աշխատանք ենք տարել, որը սխալներ կային, բայց փառք Աստծո, որ այդ սխալները չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա։ Ընդհանուր մրցելույթս լավ կգնահատեմ, կարծում եմ մարզիչներն են նույն կարծիքի։ Իսկ ինչ գոտեմարտ կառուցանցես։ Հաղթանակի ցուցանիշները որ նայում ենք 8-0, 9-0, 8-0։ Դե այդ մարզիչների նաև աշխատանքի արդյունքն է, քանի որ ես հիմա կանրադառնամ դրան։ Քանի որ մարզիչներն են ինձ ասում եւ ուղղություն ցույց տալիս ինչ անեմ, որպեսզի նման արդյունք ցույց տամ, բայց եզրափակի չկարազանցնեմ նրանով, քանի որ ամեն ինչ չգնաց այն մեր գծած պլանով, որով որ պետք է շարժվեինք, քանի որ սխալներ թույլ տվեցի, բայց փառք Աստծո մարզիչների հանգստության եւ հուշումների շնորհիվ կարողացա ետ բերեմ իմ հաղթանակը եւ հասնեմ լավ արդյունքի։ Սա քո երկրորդ ոսկե մեդալն է։ Այո։ Սովորաբար մարզիկները նշում են, որ ավելի հեշտ է արդյունքի հասնելը հաղթելը, քան այդ հաղթանակը պահելը։ Այս մրցաշարում այդ դժվարությունը զգացել ես։ Միանշանակ ճիշտ են բոլորը ասում։ Իհարկե ավելի դժվար է նույն մակարդակին մնալը, քանի որ եթե անցյալ տարի մի քանի հոգի էին աշխատում ինձ վրա, այս տարի բոլորն էին աշխատում ինձ հաղթելու համար։ Այդ դեպքում ես ավելի պետք է լավ աշխատեի ու այս տարի այդպես էլ արեցինք մարզիչների հետ միասին, փորձեցինք ավելի լավ պատրաստվել, այսինքն մի հաղթանակի տարբերակի փոխարեն մի քանի տարբերակ մշակել, որ եթե մի կողմով աշխատեն ինձ վրա, ես մյուս կողմով կարողանամ հաղթանակ տանել։ Ընդհանուր ավելի դժվար էր նրանով, որ պետք է ավելի լավ ուսումնասիրեի եւ ավելի շատ ջանք թափեի, բայց քանի որ մինչեւ մրցելույթներս լավ էի պատրաստվել, կարծում եմ մրցույթին այդքան էլ բարդ չէր։ Մինչև եզրափակիչը ջանս բոլորին հաղթում էր առանց միավորներ տալու, բայց եզրափակիչի մենք այդքան էլ լավ չդասավորեց քեզ համար։ Այդ փուլում որքանով էր բարդ քեզ համար վերադառնալը եւ այդ երկու միավորումից գրողը կատարելը մցածին կառավարելը եւ ինչ է քեզ այդ բանի մոտիվացրեց, հապեցրեց, որ վերադառնաս գոտեմարտ։ Դե քանի որ գոտեմարտը եզրափակում էր, եզրափակում դե բարձր լավացությունը եւ պատասխանատվությունը շատ է, քանի որ դու եւ մրցակիցը դուրս եք եկել այդ մրցելույթին միայն հաղթելու համար։ Մրցակիցս ուժեղ էր, զգալի տղա էր, ես եւս սխալներ թույլ տվեցի, սկզբում որ միավոր տվեցի, ինձ մարզիչները ավելի շատ օգնեցին հանգստացնելով ինձ, այսինքն որ ես չխառնվեմ եւ այդ խառնված ֆոնի վրա ավելի վատ մրցելույթ ցույց չտամ, մարզիչները ավելի շատ օգնեցին եւ ես էլ այն փաստից որ լավ եմ աշխատել մինչեւ այդտեղ հասնելը, այսինքն պարապմունքները եւ հավաքներին լավ ենք աշխատել, վստահ լինելով որ հնարավորություն ունեմ ետ բերելու, չխառնվեցի իրար եւ փառք Աստծո կարողացա մոտիվանամ եւ հետ վերադառնամ։ Ջանես, եզրափակում եւ հաղթեցի, հաղթական շրջանը որ կատարեցի դրոշով ստուգում էին այդ ընթացքում, ինչ ապրումներ են ունեցել եւ առանց պարգևատրման հնարավորությունը էմոցիաներ տվեց քեզ։ Ինչ վերաբերում է սուլոսներին եւ ձայներին, այդ բան հավատացեք, դրանք այդքան էլ չեն հետաքրքրում, որովհետեւ այնքան կարեւոր չի իմ համար սուլիչներն ու ձայները, քան իմ այդ բայ վայելելը, քանի որ այդ բայ ամեն անգամ չի որ կարաս վայելես։ Այդքան էլ ուշադրություն չեմ դարձրել դրան, իսկ ինչ վերաբերում է դրոշով քայլելուն եւ այլն, ուղղակի հպարտություն եւ հուզմունք էր դա, որ կարողացա հասնել դրան, մի քիչ շատ սկզբում միջև այդ մասին իմանալը թե որտեղ է լինելու, ինչ մրցում է լինելու, քիչ հավատալի էր, բայց հեռու էր թվում, բայց փառք Աստծո կարողացա հասնել դրան։